Հարգելի հայրենակիցներ, մենք առաջնահերթ խնդիր ենք համարում ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումը, ոչ թե սահմանադրական փոփոխությունները։ Վենետիկի հանձնաժողովը իր եզրակացության մեջ նշում է, որ նախագահական, կիսանախագահական կամ խորհրդարանական համակարգերի ընտրությունը տվյալ երկրի քաղաքական ընտրությունն է, եւ այս բոլոր համակարգերը կարող են ներդաշնակ լինել ժողովրդավարական չափանիշների հետ։ Սակայն ակնհայտ է, որ ներդաշնակ չէ ժողովրդավարական չափանիշների հետ ընտրությունների կեղծումը, մինչդեռ ժողովրդավարական հասարակարգի անկյունակարը ազատ արդար ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումն է։ Եվ եթե դա տեղի չի ունենում, քանի դեռ ժողովուրդը զրկված է իշխանություն ձևավորելու, փոխելու իր սահմանադրական իրավունքից, պարզապես անիմաստ է խոսել սահմանադրական փոփոխությունների մասին, բանավիճել, թե կառավարման որ համակարգն է առավել արդյունավետ։ Երկրի այսօրվա աղետալի վիճակը պայմանավորված է առաջին հերթին սահմանադրության ոտնահարմամբ, ոչ թե սահմանադրության անկատարությամբ։ Այստեղ խոսվեց ավանդույթների կարևորության մասին։ Մեր երկրում ձևավորվել է ընտրությունները կեղծելու ավանդույթ, եւ սա պետք է արմատախիլ արվի։ 2005 թվականին աներևակայելի կեղծիքներով ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո 10 տարի անց մենք կարող ենք դրական տեղաշարժեր արձանագրել։ Այն ժամանակ դեռ խոսվում այն մասին, թե ինչ առաջընթաց են ապահովելու մեր երկրին այդ փոփոխությունները, ինչ նոր հեռանկարներ են բացվելու, եւ ինչ ենք ունեցել այս տարիների ընթացքում, մարտի 1-ի ոճրագործություն, կեղծված ընտրություններ, ահագնացող արտագաղթ, աղքատության կտրուկ աճ, համատարած համակարգային բնույթ ունեցող կոռուպցիա։ Սա է պատկերը։ Եվ որն է երաշխիքը, որ ներկայացված սահմանադրական փոփոխությունները ընտրելուց հետո երկրում վիճակը որակապես փոխվելու է։ Ես անկեղծ մտավախություն ունեմ, որ կառավարման ձևի փոփոխությունը ոչ թե կնպաստի առկա խնդիրների լուծմանը, այլ կառաջացնի նոր խնդիրներ։ Մենք չենք թերագնահատում արտաքին գործոնների ազդեցությունը, սակայն ակնհայտ է, որ այսօրվա երկրում առկա համակողմանի ճգնաժամը հետևանք է իշխանության բռնազավթման եւ տարիներ շարունակ երկրում իրականացվող հակաժողովրդական քաղաքականության։ Հօգուտ խորհրդարանական կառավարման բերվող գլխավոր փաստարկներից մեկն այն է, շատ է ասվում դրա մասին, որ իբր նախագահական ընտրությունները հասարակության մեջ ավելորդ լարվածություն եւ ցնցումներ են առաջացնում եւ ճիշտ կլինի վերացնել այդ ընտրությունները։ Այս տրամաբանությամբ իհարկե մի օր էլ պետք է վերացնենք խորհրդարանական ընտրությունները, քանի որ ակնհայտ է, որ նախագահական ընտրությունները վերացնելուց հետո ցնցումներ եւ լարվածություն առաջացնելու խորհրդարանական ընտրությունները։ Բայց ինչ այդ լարվածություն, այդ ցնցումները օդից են առաջանում։ Մարդկանց դուրս են բերում փողոց ընտրությունների ժամանակ իրականացված կեղծիքները եւ բռնությունները։ Թե 2004 թվականի ապրիլի 12-ի իրադարձությունները, թե 2008 թվականի մարտի 1-ը կեղծված ընտրությունների իշխանությունը ամեն գնով պահելու գործելակերպի հետևանք է։ Եվ ինչ է իմաստացվում։ Որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում այդ եւ այլ հանցագործությունների համար։ Որևէ մեկը պատասխան չի տալիս ձախողումների համար։ Որևէ մեկը այդպես էլ չպատժվեց մարտի 1-ին քաղաքի կենտրոնում կատարված սպանությունների համար։ Եվ ամեն ինչ բախվում է սահմանադրության վրա։ Կոնկրետ մեղավորներ, կոնկրետ հանցագործությունների համար չկան։ Մեղավոր է նշանակվել սահմանադրությունը։ Սահմանադրությունը դարձել է քավության նոխազ։ Այս անպատժելիությունը պարզապես կործանարար է մեր պետականության համար։ Այսօր ջանքերը պետք է ուղղել երկրում կուտակված խնդիրների լուծմանը, ոչ թե հասարակության ուշադրությունը շեղել այդ խնդիրներից սահմանադրական փոփոխություններով։ Դրա ժամանակը չէ։ Պատահական չէ, որ հասարակությունը հիմնականում անտարբեր է սահմանադրական փոփոխությունների նկատմամբ։ Քանի որ շատ լավ գիտակցում է, որ խնդիրը ոչ թե սահմանադրության թերությունների մեջ է, այլ նրանում, որ սահմանադրական նորմերը մնում են թղթի վրա, որ մարդկանց մի խումբ ոտնահարելով սահմանադրությունը յուրացրել է իշխանությունը
եւ սահմանադրական փոփոխություններն էլ օգտագործում է իր իշխանությունը երկարաձգելու համար։ Ակնհայտ է, որ չկա սահմանադրական փոփոխությունների հասարակական պահանջ։ Սահմանադրական փոփոխությունները անհրաժեշտության դեպքում պետք է նախաձեռնի բարձր լեգիտիմությամբ օժտված, ժողովրդի կողմից ընտրված, սահմանադրությունը հարգող, ոչ թե խախտող իշխանությունը։ Սահմանադրական փոփոխություններ քարոզելու բարոյական իրավունք չունեն կեղծիքների եւ բռնությունների համար պատասխանատու քաղաքական ուժերը։ Նախ եւ առաջ պետք է վերականգնել հավատը ընտրական համակարգի նկատմամբ, երկրում ձևավորել վստահության մթնոլորտ։ Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում էլ է նշվում, որ հետևողականորեն չի իրացվում սահմանադրության երկրորդ անփոփոխ հոդվածը, համաձայն որի ժողովուրդը իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով։ Հետևաբար, առաջին հերթին պետք է կյանքի կոչել սահմանադրության երկրորդ անփոփոխ հոդվածը։ Սրանից է պես սկսել։ Դա էապես կփոխի երկրում տիրող գաղձ մթնոլորտը եւ հիմք կհանդիսանա երկրի բնականոն զարգացման համար։